Համաձայն եք Ավինյանի հետ, որ Երևանի փոխարեն անտառել լիներ, օդը աղտոտված կլիներ։ Չէ, բալացից ավելի բան։ Իհարկե ոչ։ Ոնց կարար անտառ լիներ ու օդը աղտոտված լիներ։ Բնականաբար կանաչը եւ փոշին է կլանում եւ մաքրում է եւ թթվածին է արտադրում։ Կարող է ես չգիտեմ։ Կոմենտ չկա։ Ես չեզոք եմ պոլիտիկայի հարցը։ Այս օդի աղտոտվածությանն է վերաբերվում։ Ասել է, որ Երևանի փոխարեն անտառել լիներ, Բնությունը քանի գնում ենք ավելի առաջ կեղտոտվում է։ Միգուցե դա է պատճառը։ Առանց մեկնաբանության։ Ոչ մեկի հետ համաձայն չեմ, որովհետև դրանք վաղուց արդեն մարել են ոնց-որ մարած ապլիկացի։ Դրանք ընդհանրապես իրավունք ունեն այսօր կառավարության կազմում գային եւ ղեկավարեին։ Ոչ թե մենակ Ավինյանը, բոլորը։ Բռնած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացած Նիկոլից։ Ես ինքս էլ պետական կառավարման համակարգ ձևակերպում եմ, այդ Համլետ Վարդանը ես եմ։ Շուտով երետ կունենամ, դուք էլ կմասնացեք նույն տապանում այդ ամեն ինչը կներկայացնեմ։ Իհարկե ոչ։ Անդրամաբանական Երևանի փոխարեն անտառներ լիներ, օդ աղտոտված կլիներ, ես ճիշտ ասած չեմ կարող պատկերացնել ինչ է նկատի ունեցել, բայց մեր Երևանը պրոստը պետք է նախ ավելի կարևոր խնդիրներ կան, դա նախ Երևանը, տրանսպորտը, ճանապարհները եւ այն հոգեվիճակը, որը այսօր կա, այսօր որ տիրում է եւ ընդհանուր քաղաքում լիքը հիմնական խնդիրներ կա, այդ ամեն ինչի համար օդը մաքրելու համար պետք է նախ եւ առաջ միջոցներ ձեռք առնվում են, որպեսզի եւ քաղաքաշինության առումով այսքան մեծ շինարարություն, որ արվում է համապատասխան քայլեր ձեռնարկեն, որ շինարարները, չգիտեմ, այդ տեխնոլոգիաներ կա, որ ասենք փակում են շենքը, փոշիներ չի լինում ժամանակին հանձնվի, չգիտեմ, տրանսպորտը նորմալ աշխատի, ավտոբուսներ են, մեքենաներ են եւ որոնք Իշքան գիտեմ, այդտեղ տեխնոլոգիաներ կան, որոնք օդը մաքրում են, մի խոսքով օրինակ վերցնենք այն եվրոպական երկրներից, որտեղ միջոցներ են ձեռք առնում այդ համապատասխան օդի մաքրությունը պաշտպանելու համար։ Եվ սա պրոստը մենք ունենք այն ինչ ունենք, եւ օրինակ գործարաններ կան, ասենք Երևանի տարբեր մասերում օդ աղտոտված է քաղաքում իհարկե դժգոհ ենք այս ամեն ինչից։ Իրենք ահագին քաղաքապետարանների կանելու բաներ ունի այդ առումով, իրանք ավելի լավ ոչ թե օրինակ բերեն օդ աղտոտված կնել, այլ պրոստը միջոցներ ձեռք առնեն, որ մաքուր լինի ու ավելի օրինակ ձմռանը ինչ եք տենում, ասենք ոչ թե օդն է մաքրու տարբերակով, այլ համապատասխան դիքերի վրա կոպիտ ասած աղա չեն ցանում, ուղիղ տեղերն են աղցանում, որը որ մարդիկ ասենք շենքերի կողքը ասենք բարձր ցածր ուղիղ հարցություններ են, դիքերի վրա մարդիկ քայլում են գնում են, ուղիղ տեղները ավելի շատ լիքը աղալեցրած անտրամաբանական վիճակներ է։ Սա վատ կառավարման արդյունք է։ Ոչ, իհարկե։ Ոնց կարաս այդ մտքի հետ համաձայն լինես, երբ որ անտառը ինչ է։ Անտառը դա բնությունն է, որ բնությունը մեզ տալիս է թթվածին։ Դա պրոստը ասել այն մարդը, ով որ տեղյակ չի, թե էկոլոգիայից, թե քաղաքականությունից, թե ամեն ինչից։ Մենք հələ որ զավոդներ չունենք։ Եթե մենք ունենանք զավոդներ, ավելի կեղտոտված կլիներ։ Դրա համար այտենց չեն պատասխանում։ Պատասխանում են այն, որ պայքարում են, ինչի արդյունքում է օդը աղտոտված։ Ոչ թե մեկնաբանում են, եթե անտառել լիներ, կեղտոտ կլիներ։ Հիմա եկեք գնանք Իջևան, Դիլիջան, որտեղ անտառներ կա, ու ընդ տենանք արդյոք կեղտոտ է, թե չէ։ Ու էդի գիտեք ոնց լագիշնի չի։ Էդի ոչ մի բանականության մեջ չի մտնում։ Էդի գիտեք ինչից է, որ այդ մարդը չունի գրամատիկա չունի։ Ինքը չի հասկանում ինչ է խոսում։ Ինքը պրոստը այսօր միտեղ է նստած, խոսում է այն ինչը ինքը ուզում է։ Բայց համձելի էդի ոչ գրական է, ոչ կուլտուրական է, ոչ էլ խելքին մոտիկ է ինքը խոսում։ Так что կասեմ Տիգրան Ավինյան, անունդ լավն է, դու էլ հայտղա ես, զբաղվի մեր քաղաքի մաքրությամբ, քեզ էլ ցանկանում եմ, որ լավ քաղաքը նայեք, ոչ թե պրոստը տակ արտահայտություններ անեք։ Արեք այնց արտահայտություն, որ գոնե խելքին մոտիկ լինի։ Շնորհակալություն ձեզ, ինչ ասեմ, մաղթում եմ մեր հայ ժողովրդին էլ համբերություն, միասնություն, ուժ, եռանդ, որպեսզի օդն էլ մաքուր լինի։ Ոչ մեկ թող չմտածի, որ ինքը մենակ է քայլում այս
քաղաքում, մեր երկրի վրա։ Մեր երկիրը բոլորինս է, բոլոր հայերին է։ Թե դրսի, թե ներսի, ինչքան մաքուր պահենք, էսի մեր տունն է։ Եթե ես իմ տան մեջ գցեմ այս սարֆետկեն, ուրեմն ես կեղտոտ եմ, ես փնթի եմ։ Ուրեմն բոլորս պետք է մտածենք, որ քաղաքը, երկիրը դա մեր տունն է։ Մենք ունենք մի փոքր տեղ, գոնե դա պետք է մաքուր պահենք։